Մենք ունենք իրողություն, երբ այն իրականությունում, երբ մեր ռազմագերիները գտնվում են Ադրբեջանում, երբ ծայրաստիճան, հակաիրավական պրոցեսի մեջ են, սա դատավարություն չի կարող կոչվել, սա քաղաքական հաշվեհարդար է, ու մարդիկ առանց միջազգային իրավունքի, արդար դատաքննության, պաշտպանության հնարավորության, հիմնարար մարդու իրավունքները ոտնահարելով, անհավասար պայմաններում են գտնվում, մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը վարչապետը կանգնում եւ ասում է, դե մենք դեռ հարց ունենք, օրինակ Ռուբեն Վարդանյանը ինչ էր անում Արցախում։ Սա լրջագույն ահազանգ է ու մտահոգության տեղիք է տալիս, որովհետև միևնույն ժամանակ նաև մենք հիմա ունենք խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը, որտեղ բոլորը բոլորի դիմաց նախապայման կա միջազգային ատյաններում իրավական գործընթացներից հրաժարվելու։ Այնուամենայնիվ, այս ամենի համատեքստում կրկին ընդգծում եմ, եթե այդ խաղաղությունն իրական է, եթե բանակցային process-ում կողմերը ոչ թե ինչպես ակնհայտ կերպով, միակողմանի զիջումային քաղաքականության տրամաբանության մեջ են, ինչպես այսօրվա հայկական իշխանությունն է անում, այլ փոխադարձ հայելային պարտավորվածությունների տրամաբանության մեջ են, իսկ իրական խաղաղությունը, իրական փոխպայմանավորվածությունները միայն այդպես են հնարավոր, առնվազն պետք է բացառվեր ռազմագերիների հետ այն իրողությունը ու այն իրադարձությունները, որին այսօր մենք Ադրբեջանում ականատես ենք լինում